Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս, մեր ընտանիքները եւ մեր սերունդները։ Հիսուս Քրիստոսի թանկ արյունով ծածկում եմ ամեն մեկիս ու գոհանում եմ Աստծուց Հիսուսի համար, որ նրա արյունով տրվել է մեզ փրկագնվելու հնարավորություն, որ նա փրկագնել է Փառք Աստծուն, գոհություն Աստծուն, մեծարանք Աստծուն, մեր սերը այն Աստծուն, որ այդպես ինքնազոհաբար ապրեց եւ իր կյանքը տվեց ու հարություն առավ մեզ համար։ Առակներ 27-րդ առակի, ավելի ճիշտ 7-րդ խոսքում ասվում է. Կուշտ անձը արհամարում է մեղրամոմը, մեղրը, որ գալիս է մեղրամոմից, բայց սոված մարդու համար ամեն լեղի բան անգամ քաղցր է։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով քո առաջ եմ գալիս եւ աղոթում եմ ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, իմ արյունակցական գծի համար, լսողների, նրանց ընտանիքի անդամների համար, ամեն հայի համար, ամեն մարդու համար։ Խնդրում եմ Տեր, հպվի մեզ քո Սուրբ Հոգով, ազատի մեզ գոռոզությունից, մեծամտությունից, որ մենք լցված չմնանք մեր գոռոզությամբ, մեր եսով, մեր էգոյով, մեր սահմանափակ հասկացողությամբ, մեր աշխարհիկ գիտելիքներով ու խապնված մնանք, թե մենք կուշտ ենք, թե մենք ամեն բան գիտենք ու հասկանում ենք, ու քո խրատի ու քո խոսքի կարիքը այդպես էլ չունենանք, ու զրկվենք իրական սնունդից, իրական գիտությունից, իրական փրկությունից եւ իրական փառքից, որ քո փառքն է։ Հայր, աղերսում եմ քեզ, ամենակարողն ես դու, սով դիր, ծարավ դիր մեր մեջ, քո խոսքի հանդեպ, քո հանդեպ, այնպիսի սով, այնպիսի ծարավ, որ ոչ մի մարդկային կարողություն, մենք անգամ ինքներս եւ ոչ մի դիվային ուժ չկարողանա մեր մեջ մարել այդ ծարավը, այդ սովը, որ միայն քո մոտ գալով, քո խոսքով կհագենա այդ ամենը, որ անգամ քո խոսքի այն մասերը, որ մեր մասին դառը ճշմարտություն են ասում, մեզ քաղցր ու հաճելի թվա, Տեր, ընդունենք մենք դրանք։ Տեր, բացի մեր հոգևոր աչքերը, արձակի Քրիստոսով մեր շղթայված ու քարացած մտքերն ու սիրտը, որ խորագետ իմաստուն մարդիկ լինենք, վերջապես տեսնենք եւ ընդունենք այն չարիքը, որ սպասում է մեզ, այն չարիքը, որի մեջ մենք գտնվում ենք, եթե շարունակենք առանց քեզ ապրել, եթե շարունակենք առանց ապաշխարելու ու դարձի գալու, եթե շարունակենք ապրել առանց իրական Քրիստոսի, ունենանք կրոն, բայց ոչ քեզ, եթե շարունակենք մեր ապստամբ ճանապարհը, մեր ականջը տալով այն ամենին, ինչ շոյում է մեզ, ու հետ չդառնանք այդ ճանապարհից դեպի քեզ, ու կատարյալ հնազանդությամբ անձնատուր լինենք քեզ։ Տեր, թող մենք չլինենք այն հիմարները, որոնք կկանգնեն քո դատաստանի առաջ ու չեն գտնի փրկություն։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքի 10-րդ գլխին։ Մենք երեք խոսում ենք 8-րդ պատուհասի մասին, բայց ավելի շատ խոսեցինք, թե փարավոնը ինչ դիրք բռնեց։ Եկեք կարդանք հատվածը եւ մեկնաբանության շարունակությունը։ Տերն ասաց Մովսեսին. գնա փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրի նրա եւ նրա ծառաների սիրտը, որպեսի իմ այս նշանները ցույց տամ նրանց մեջ, եւ որպեսի դու պատմես քո որդուն եւ քո որդու որդուն, թե ինչ եմ արել եգիպտացիներին, եւ թե ինչ նշաններ եմ ցույց տվել նրանց, եւ դուք կգիտենաք, որ ես եմ Տերը։ Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ եւ ասացին նրան. Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. մինչև երբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ, արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ,
Որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, ահա վաղը մորեղ կուղարկեմ քո սահմանների վրա։ Դրանք կծածկեն երկրի երեսը և ոչ ոք չի կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն ինչ որ փրկվել ու մնացել էր կարկուտից և կուտեն արտերի մեջ բուսած ձեր բոլոր ծառերը։ Կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և բոլոր եգիպտացիների տները, որ ոչ քո հայրերը, ոչ էլ քո հայրերի հայրերը երբեք չեն տեսել երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր։ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։ Փարավոնի ծառաները փարավոնին ասացին. «Մինչև երբ այս մարդը որոգայթ պիտի լինի մեզ համար, արձակիր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։ Մովսեսին և Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. «Գնացեք պաշտեք ձեր Տեր Աստծուն, ովքեր են գնացողները»։ Մովսեսը պատասխանեց. «Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր տղաներով և մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով և մեր արջառներով, որտև դա Տիրոջ տոնն է մեզ համար»։ Փարավոնն ասաց նրանց. «Այդպես թող լինի, Տերը ձեզ հետ, ես ձեզ կարձակեմ, բայց ինչու երեխաների հետ։ Պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք, ոչ այդպես, այլ գնացեք դուք տղամարդիքդ և պաշտեք Տիրոջը, քանի որ դուք այդ եք ուզում»։ Եվ դուրս արեցին Մովսեսին ու Ահարոնին փարավոնի առջևից։ Այդքանը մենք երեք մեկնաբանել ենք։ Այսօրվանը շարունակենք։ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնիր ձեռքդ Եգիպտոսի երկրի վրա, որ մորեխներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա ու խժռեն երկրի ամբողջ խոտը, ամեն ինչ, որ թողել է կարկուտը (նախկին պատուհասը)»։ Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի վրա, և Տերը արևելյան քամի փչել տվեց երկրի վրա այդ ամբողջ օրը և ամբողջ գիշերը։ Երբ առավոտ եղավ, արևելյան հողմը արևելյան քամին մորեղ բերեց։ Մորեխները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա և Եգիպտոսի սահմանների վրա։ Շատ սաստիկ էր։ Դրանից առաջ այդքան մորեղ չէր եղել և դրանից հետո էլ այդպես չեղավ։ Մորեխը ծածկեց ամբողջ երկրի ներսը և երկիրը մտնեց, ի նկատի ունենալով Եգիպտոսը։ Եվ մորեխները կերան երկրի ամբողջ խոտը և կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Ծառերի վրա և դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։ Փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծու և ձեր դեմ։ Այժմ խնդրում եմ, այս անգամ էլ ներեք իմ հանցանքը և աղաչեք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից միայն այս մահը հեռացնի»։ Մովսեսը փարավոնի մոտից դուրս եկավ և աղաչեց Տիրոջը։ Տերն արևմտյան սաստիկ մի հողմ ուղարկեց, որ մորեխն առավ ու քշեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեղ չմնաց, բայց Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը և նա չարձակեց Իսրայելի որդիներին։ Փառահեղ Հայր, գոհանում են քո խոսքի համար, քո կենդանի խոսքի համար։ Հիսուս Քրիստոսը քո խոսքն է, Տեր։ Ես աղոթում եմ, որ փարավոնի ոգին մեր մեջից դուրս բերես, Տեր ջան։ Մենք տեսնում ենք, որ անգամ քամիները քեզ են ենթարկում, դու ես արարիչը, քամին, արև, ամեն ինչ քեզ է ենթարկվում, Տեր ջան։ Շնորհակալ ենք, Տեր, որ աղոթք լսող Աստված ես, որ դու այդ մորեխներին քշեցիր քո քամիով, Կարմիր ծովը լցրեցիր, որը նախանշան էր, որ հենց եգիպտացիներին էր այդ Կարմիր ծովը մի օր թափելու իրենց ապստամբությամբ քեզ հակառակվելու պատճառով։ Թող մենք ինքներս այդ գոռոզ փարավոնները մեր կյանքերի չլինենք, այլ մեր կյանքերը քեզ ենթարկացնենք։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիշենք, որ փարավոնը փորձեց փոխզիջման գնալ, թե գնացեք, բայց առանց երեխաների ու կանանց, այսինքն էլի չհնազանդվեց Աստծուն։ Ու հիմա Աստված, որ իր ասացի Տերն է, բերում է հաջորդ պատուհասը Փարավոնի, Եգիպտոսի ու ժողովրդի գլխին, որից կարող էին խուսափել,
եթե իրապես հնազանդվեին Աստծուն, դառնային, բայց դե գոռոզությունը ուտում էր փարավոնին ու դրդում այս անհնազանդությանը եւ այս հանդգնությանը, ամեն մարդ էլ նույն վիճակում է։ Եվ նրանք դուրս են անում փարավոնին, դուրս են անում Մովսեսին ու Հարոնին փարավոնի առջևից եւ Տերը Մովսեսին հրաման է տալիս ձեռքը Եգիպտոսի երկրի վրա մեկնի, որ մորեխներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա եւ խժռեն երկրի ամբողջ խոտը, ամեն ինչը, որ թողել էր կարկուտը։ Եվ Մովսեսը այդպես անում է եւ նկարագրվում է, թե ինչպես է Տեր Աստված արևելյան քամին բարձրացնում, հողմ բարձրացնում եւ ամեն կողմերից քշում բերում մորեխներին Եգիպտոսի երկրի վրա եւ այնտեղ հավաքում։ Ու ասում է, այդքան մորեխ երբեք չէր եղել ու չէր լինելու հետո։ Մորեխը ծածկեց Եգիպտոսի ամբողջ երկիրը եւ երկիրը մթնեց եւ կերան երկրի ամբողջ խոտը եւ կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Եվ այսպես իրական Յահվե Արարիչ Աստված ի ցույց դրեց իր զորությունը, իր մեծությունը, իր ամենակարողությունը եւ նաեւ ի ցույց դրեց եգիպտական չաստված Օսիրիսի անկարողությունը այս դեպքում, որ այդ Աստված իրական չի, որ նա ոչինչ անել չէր կարող, որտեղ Օսիրիսը համարվում էր բերքի պաշտպանը։ Եթե նա իսկապես բերքի պաշտպանն էր, ապա Յահվեն չպետք է կարողանար իր մորեխներով ամբողջ խոտը ու ծառերի պտուղները վերացնել։ Ուր է քո Աստվածը Եգիպտոս, ուր է քո Աստվածը մարդ արարած, որ հույսը դրել ես քո փողի վրա, քո տան վրա, քո երեխեքի վրա, քո երկրի վրա, քո զինվորի վրա։ Աստված է պաշտպանդ, Աստված է փրկությունդ։ Եթե Աստծուն չդառնաս, Աստծուն չհնազանդվես, Աստված ցույց կտա, որ այն ամենը, ինչին վրա դու հույս ես դրել, կքանդի, որպեսզի իմանաս, ոչինչի վրա չես կարող հույս դնել, բացի Աստծուց։ Ծառերի վրա եւ դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։ Աստված մեր կյանքերում էլ անում է նույն բանը, ինչ որ արեց փարավոնի համար։ Աստված նախ բացահայտում է մեր կյանքում եղած յուրաքանչյուր կեղծ Աստվածի, կեղծ կուռքի, ամեն բան, որ մեր կյանքում խլել է Աստծո տեղը, դարձել է մեր կյանքի նպատակը եւ ոչ թե Աստված է դարձել մեր կյանքի նպատակը։ Ու եթե մենք դրանցից, որտեղ դրանք կարան շատ լինեն, չենք հրաժարվում, եթե մենք իսկապես չենք ապաշխարում ու դառնում Աստծուն, ապա Աստված հերթով տապալում է այդ կեղծ աստվածներին մեր կյանքից, մեզ մերկացնում է դրանցից, եւ դա շատ ցավալի է, ցավալի ընթացք է, եւ ցավալի է տեսնել մեր այդ կեղծ աստվածների անկումը, մեր անկարողությունը, այդ աստվածների անկարողությունը, բայց այդ ամենը մեր օգտի համար է, որտեվ եթե դա չբացահայտվի, մենք այդպես էլ կմնանք խափնված, կարճած կեղծ աստվածներից ու երբ կանգնենք իրական Աստծո դատաստանի առաջ, մենք փրկություն չենք ստանա։ Այսինքն Աստված այս ամենը անում է իր սիրուց դրդված, որ մենք խափնվածներ չմնանք։ Մենք պիտի աղոթենք խնդրելով. Տեր, ցույց տուր ու բացահայտիր ամեն կուռք ու կեղծ աստված, որ ես ունեմ իմ կյանքում։ Ամեն բան, որ թաքուն է, որ չեմ էլ հասկանում, որ իմ Աստվածն եմ սարքել։ Անկամ եթե դրանք իմ բարի գործերն են ու ծառայություններն են։ Շնորհ արա, Տեր Աստված, Եհովա Աստված, ցույց տուր եւ օգնիր ինձ ազատվել դրանցից, իրապես ապաշխարել, իմ հույսն ու հավատը դնել միայն քո վրա, քեզ դարձնել իմ վահանը, իմ պաշտպանը, իմ կյանքի հենքը, իրական Աստծուն, ոչ թե իմ մտածածին Աստծուն, այլ այն Աստծուն, Տեր, որ դու բացահայտել ես Աստվածաշնչում։ Եվ քեզ դարձնեմ իմ կյանքի առաջին ու կարևոր նպատակը, իմ ժամանակը քեզ տրամադրեմ։ Եվ դու լինես իմ կյանքի նպատակը, քո հետ շփվելը, քո հետ միաբանվելը լինի իմ նպատակը,
ու մնացած ամեն բարիք, որ դու տալիս ես, հոսի քեզանից եւ լինի ճիշտ դիրքում քեզնից հետո։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Եվ հիմա տեսնում ենք եւս մեկ կեղծ, ոչ մաքուր սրտով ապաշխարություն, ձևական զղջում Փարավոնի կողմից։ Փարավոնը իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին եւ ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծու եւ ձեր դեմ»։ Սա արդեն երրորդ դեպքն էր, որ Փարավոնը կարծես թե զղջում էր ու ապաշխարում էր։ Դա տեսանք օրինակ Գել գլխի 9-րդ գլխի 27-ից 28-ում, հիշեցման համար կարող եք կարդալ։ Փարավոնը զղջման, ապաշխարության շատ գեղեցիկ բառեր ասեց, բայց իր գործողություններով, որ հետևեցին իր այդ գեղեցիկ խոսքերին, ցույց տվեց, որ չէր զղջացել ու չէր ապաշխարել։ Նա իր սրտում զղջանք չուներ։ Այժմ խնդրում եմ, այս անգամ էլ ներեք իմ հանցանքը եւ աղաչեք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից միայն այս մահը հեռացնի։ Մենք հասկանում ենք, որ նա ընդամենը ուզում էր չմեռնել, նա ուզում էր մահը հեռացնել, դրա համար էր ապաշխարում, ոչ թե նրա համար, որ Աստծու դեմ ապստամբել էր, որ Աստծո սիրտը ցավացրել էր, որ մեղք էր գործել, որ Իսրայելի ժողովրդին ստրկացրել էր այդ ծանր աշխատանքի մեջ, որ ատում էր Աստծո ժողովրդին, նա դրա համար չէր ապաշխարում։ Մենք տեսնում ենք ինչի համար է ապաշխարում, որ միայն այս մահը հեռացնի։ Այսինքն նորից հասկանում ենք, որ նման մակերեսային, անլուրջ եւ կարելի է ասել եսասիրական ապաշխարության պատճառը այն է, որ մարդը ցանկանում է կանխել իր մեղքի հետևանքները, կանխել Աստծո պատիժն ու դատաստանը իր դեմ, կանխել այն չարիքը, որ գալիս է իր վրա, բայց չի ընդունում իր մեղքը, չի դադարում մեղք գործելուց, չի ընդունում ինչ ցավ է ինքը պատճառում ու չի ուզում հնազանդվել ու ենթարկվել Աստծուն։ Սա ապաշխարություն չէ, սա կեղծ ապաշխարություն է, սա ապաշխարություն չի, որ բերում է դարձ, սա ապաշխարություն չի, որ բերում է կյանք, սա ապաշխարություն է, որ բերում է Աստծո ցասումը եւ դատաստանը։ Նոր կտակարանում Հովհաննես Մկրտիչը ասաց. «Արդ ապաշխարության արժանի արդյունք տվեք»։ Այսինքն, եթե քո ապաշխարությունը չի ուղեկցում զղջմանը հարիր արդյունքով, համապատասխան պտուղներով, ուրեմն դու իրապես չես ապաշխարել։ Դու դեռ քո ապստամբության մեջ ես ու խապնված ես։ Եվ սա պատասխանում է բոլոր այն մարդկանց հարցին, որ ասում է Աստված անարդար է, ուրեմն մարդասպանը կարա ապաշխարի ու Աստված կների։ Մենք տեսնում ենք, որ այդպես չի։ Փարավոնը այսպես ասած ապաշխարեց, բայց Աստված սիրտ քննող Աստված էր։ Եվ նրա ապաշխարությունը չընդունվեց, որտեղ նա իր սիրտը կարծրացրեց, իր գործերը ապացուցեցին։ Այո, Աստված ողորմած է։ Աստված պատուհասները հեռացրեց իր ողորմածության պատճառով, բայց չարդարացրեց Փարավոնին։ Փարավոնին չփրկեց, որտեղ նրա ապաշխարությունը անկեղծ էր։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այդ մեր մտածածը կեղծիք է, սուտ է։ Չարի կողմից մեր մտքում դրված սուտ է Աստծո կերպարը խաթարելու համար, որ մենք ոչ թե ապաշխարենք, այլ Աստծուն մեղադրենք իր ողորմած լինելու համար։ Գործք առաքելոցում Պողոս առաքյալն ասում է, որ հեթանոսների մեջ Հիսուսի բարի լուրը քարոզեց, որ ապաշխարեն եւ դեպի Աստված դառնան եւ ապաշխարության արժանի գործեր կատարեն։ Ապաշխարեն, Աստծուն դառնան, դրանով չավարտվեց ապաշխարության արժանի գործեր կատարելով։ Այդ արժանի գործերը ապացույցն են քո ապաշխարության։ Եթե դու գող ես եւ ապաշխարում ես գողությանդ համար, քո արժանի ապացույցը պետք է լինի նա, որ դու ոչ միայն գողություն չանես, այլ նախկինում արածդ, գողացածդ որքան հնարավոր է տանես, վերադարձնես, բարի քանես, գնաս աշխատես, մարդկանց քո գումարներով նվեր տաս,
որ դա կլինի ապացույց քո ապաշխարության։ Հակոբոս 2-րդ նամակի 26-ում էլ ասվում է. ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։ Այսինքն, եթե ասում ես, որ Աստծուն հավատում ես ու ապաշխարել ես, բայց քո ապրելակերպը, քո վարքը, քո մտածելակերպը, քո վերաբերմունքը մարդկանց հանդեպ չի փոխվել, քո հավատը մեռած հավատ է, դու կրոնավոր ես, բայց քո հավատը մեռած հավատ է, քեզ չի փրկելու, եւ քո ապաշխարությունն էլ դատարկ խոսքեր են ու անընդունելի Աստծո համար։ Եթե դու ասում ես ես ապաշխարել եմ, ես ներել եմ մարդկանց, բայց մարդկանցից ներողություն չես կարող խնդրել, այն մարդկանց ում ցավ են պատճառել, ում ցավ ես պատճառել, եւ չես կարող ներել նրանց, ովքեր քեզ ցավ են պատճառել, քեն ես քշում, նրանց մասին բամբասում ես, դու չես ապաշխարել։ Դա ընդունելի ապաշխարություն չի, որովհետև պտուղ չկա քո ապաշխարության, քո ապաշխարությունը ապացույց չունի։ Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ եւ աղաչեց Տիրոջը։ Տերը արևմտյան սաստիկ մի հող ուղարկեց, որը մորեխն առավ ու քշեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեխ չմնաց, բայց Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը եւ նա չարձակեց Իսրայելի որդիներին։ Մովսեսի վարքը, Աստծո վարքը ցույց է տալիս Աստծո մեծ սիրտը եւ ողորմածությունը, եւ որ Աստված իր խոսքին հավատարիմ է, եւ որ Աստված աղոթք լսող Աստված է, երբ իր ժողովուրդը, իր մարդը աղոթում է անգամ թշնամու համար։ Եվ Աստված ցույց է տալիս իր ողորմությունը, որտեղ Աստծո ողորմությունն ու դատաստանը ձեռք ձեռքի են գնում։ Հիշեք, Աստված չի կարծրացնում մեր սիրտը մեր ցանկությանը հակառակ, այլ Աստված ասում է, այդպես ես ուզում, թող այդպես լինի։ Եվ մեզ հանձնում է մեր ցանկություններին, ու այդպես մեր սիրտը նորից կարծրանում է, որովհետև իրական զղջումը, իրական ապաշխարությունը պիտի փափկեցնի մեր սիրտը։ Իսկ փարավոնի սիրտը հակառակը ավելի կարծրացավ, հատկապես երբ Աստված ողորմություն ցուցաբերեց փարավոնի հանդեպ։ Հաճախ երբ Աստված ողորմած է մեր հանդեպ, մենք մոռանում ենք, որ դա ողորմածություն է եւ ոչ թե մեր մեղքերի արդարացում, եւ շարունակում են կարծրացնել մեր սիրտը ու ավելի խորանալ մեր սխալ ընթացքի մեջ, ու այդպես ավելի հեռանալ Աստծուց ու ավելի շարժել նրա ցասումը։ Եկեք չլինենք հիմարներ, եկեք չլինենք պնդաճակատներ, որոնք չեն ընդունում Աստծո խրատը իրենց փրկության համար։ Այսքան այսօր, վաղը կշարունակենք։ Հիսուսի անունով օրհնում եմ ամենքիդ։ Նրա անվան կնիքն եմ դնում ամենքիս վրա, Տեր ողորմի, աշխատի մեր կյանքերում, ինչ որ կատարվում է մեր կյանքում, թող մեզ դարձի բերելու համար լինի, որքան էլ որ դժվար լինի, Տեր։ Ամեն։